դուք ոչ միայն դուք, այլև ուղղակի մեր այդ օրենսդրական փաթեթը այնքան բարդ է, որ ուղղակի ասենք սովորական քաղաքացին այ երբ որ մենք այդ ռեֆորմ ասում ենք ինչու պարտադիր անենք, որովհետև մենք մտածում ենք հստակ, որ սովորական քաղաքացին չի կարող 40 տարվա ընթացքում իր գումարներին կառավարել, որովհետև նրա գիտելիքները, նրա ժամանակը դրան նպատակաուղղված չէ։ Դրա համար առաջացող պարտադիր կուտակային է, որովհետև մենք կարողանանք այդ ֆունկցիան լիազորված, երաշխավորված փոխանցել պետությանը եւ ամեն մի ընտրության ժամանակ քաղաքական ցանկացած ուժ չդարձնի իր համար քննարկման առարկա կենսաթոշակ բարձրացնելը։ Անվստահության խնդիր է։ Ինչի այսօրվա վարչապետը, հանրապետական կուսակցությունը, առաջիկա 30, 40, 50 տարիներին լինելու են իշխանության գլուխ, ինչու է դեպք մտածում, օրինակ ես այդպես չեմ մտածում, ես մտածում եմ շատ պարզ եւ հասարակ։ Կա ռեֆորմը կկայանա, յուրաքանչյուր քաղաքացի կդառնա ինքը իր սեփական գումարները վերահսկելու միակ մեխանիզմը եւ ինքը ոչ թե 5 տարին մեկ կգնա ընտրությունների ժամանակ ձայն տալու, այլ ինքը ամեն օր համակարգիչի առաջ նստելով կբացեք ձեր կոդը, կնայեք ձեր եղած գումարը ինչքան է ավելացել, որտեղ է, ինչ է պակասել եւ դուք ամեն օր ձեր ծրայլը կբարձրացնեք ու կպայքարեք տվյալ վարչապետի, տվյալ նախագահի կամ տվյալ կուսակցության դեմ, որը որ գտնվում է այդ պահին իշխանության մեջ եւ որը որ պատասխանատու է ձեր ֆոնդերի համար։ Դուք մտածում եք, որ սա է ուղերձ, ֆոնդերի հետ կապված։ Առաջինը, քաղաքացիների բոլոր գումարները երաշխավորված են պետական բյուջեի կողմից։ Մենք ունենք օրենքում հստակ ֆոնդ, կուտակային հստակ ֆոնդ ունենք, ապահովագրական գումար ունենք, որը որ ժամանակի ընթացքում պարբերաբար այդ գումարների վերահսկողություններից, այսինքն եկամտային մասից լրացվում է եւ այդ գումարները պահվում են կենտրոնական բանկում, հատուկ այն նպատակի համար, որ Աշխարհաշանը եթե հանգարց մի փոթորիկ լինի ֆոնդերի հետ կապված կամ համաշխարհային տնտեսական ու ֆինանսական շուկաներում, մենք կարողանանք այդ գումարները, քաղաքացիներից վերցված գումարները հետ տալ։ Երկրորդը, ինչքան հետ տալը, ուրեմն օրենքում հստակ գրված է, որ նվազագույն եկամտաբերությունը պետք է լինի յուրաքանչյուր տարվա գնացի չափով։ Նվազագույն եկամտաբերությունը պայմանական, եթե 20 տարի հետո մեկն ու մեկը ինչ-որ գնա կենսաթոշակի եւ կստանա պայմանական այդ 20 տարվա ընթացքում եղել 10% գնաց, ապա նվազագույնը ինքը գնացի չափով կստանա։ Այսինքն այն գումարը, որ դուք այսօր ներդնում եք, այդ գումարը այսօրվա հնողականությամբ դուք կարողանում եք վաղը ստանալ։